Ֆրինյուզի եթերում լուրերից դուրս միացում Մադրիդ, որտեղից ավանդաբար ինձ կմիանա Գրիգոր Գրիգորյանը։ Բարև Գրիգոր ջան։ Աստծո բարին, Գագիկ ջան, ձեզ եւ բոլորին։ Ոնց անցկացրեցիր այս պաուզան, չգիտեմ, ինչ որ արձակուրդային միջոցառում բան եղավ, թե չէ։ Դե, ինչ արձակուրդ, աշխատանքային։ Արձակուրդ չունեմ ես։ Արձակուրդս սեպտեմբերին է։ Եթե ստացվի Հայաստան գալ, հա։ Հա, չէ, եթե ստացվի չէ, եթե արձակուրդ կա, ուրեմն Հայաստան, ուրիշ տարբերակ չկա։ Փաստորեն Գրիգոր Գրիգորյանը պետքա դիմում գրի Գրիգոր Գրիգորյանին, որպեսզի արձակուրդ տրամադրի, չէ։ Հա, շատ լավ, Գրիգոր ջան, այս ընթացքում իհարկե մենք արձակուրդի մեջ էինք, բայց հայկական արտահանումների թեման երկուսիս մոտ էլ շատ օրախնդիր ու օրակարգային էր եւ շատ ուրախ եմ, ես նորից ուզում եմ շնորհավորել մեր հայրենակցին, որ կազմակերպեց Մադրիդ այդ ծիրանի առաքումը եւ նաեւ մեր հայ համայնքին Իսպանիայի, որ այդ արագությամբ կարող ոչ միայն հայերը, ես որքան հասկացա, նաեւ իսպանացիներն էին ծիրան գնում։ Այո։ Դե իսպանացիները, ասենք, հայերի շնորհիվ։ Դե հա, բարձա, հա։ Եղան, բայց դե, իհարկե, իրանց էլ է կարելի շնորհակալ լինել։ Նախ առաջինը չմոռանանք, որ իրանց երկրում ենք։ Ահա։ Դրանց առաջինը շնորհակալ լինենք։ Իհարկե։ Երկրորդն էլ, իհարկե, բանը գիտես ոնց Գագիկ ջան, դե կարծիքները բնական է, կոմենտներում էլ դու ինքդ կարծում ես շատ էին, արդեն։ Հիմա ասենց ասեմ, մեծամասնությունը, բարեբախտաբար մեծամասնությունը, որակին չէին նայում, որովհետև ստեղ իրականը պրոցեսներ։ Իհարկե։ Հիմա ասենք սենց մտածենք Գագիկ ջան, հիմա օրվա մեջ ինչքան ամբողջ աշխարհի մասշտաբով վերցնենք, ինչքան մարդիկ առևտուր են անում, որ ամեն ինչ դուրները չի գալիս։ Իհարկե։ Չէ՞։ Հանուքից էլ գնում ես, միսա, ասենք, երշիկային չառնում ես։ Հիմա ստեղ մեր պարագայում մենք պետք է դրա վրա կենտրոնացած չլինենք, էլի։ Ես ասում եմ շատը մեր են հայրենակիցների համար, ովքեր ասենք շատ նեղվել էին, կային, իրոք տոկոսայնությունը շատ քիչ էր, ասում էին, այս ինչ որակա, այս ինչ ավա։ Դե ասենք ում որ ասենք ֆիզիկապես իրար հանդիպում ենք, խոսում ենք, ասում եմ, այդ ցավը տանեմ։ Հիմա ստեղ ասենք մի քանի եվրո փող ես տվել, հիմա հաշվի բարեգործություն ես արել, անբարեգործությունը անելը հոմպարտադիր չի, բարեգործություն ես բառը նրանում է, որ դու դրանից պետք է օգտվես։ Դրանից պետք է հաճույք ստանաս միայն նրա համար, որ դու կարողացել ես ինչ որ մի բանում մեկին օգտակար լինես, չէ։ Հիմա հաշվի տենց, հիմա այդ տղա այդքան ռիսկի է դիմել, գնացել է արել, հիմա կարևորը գիտես ինչն էր, վերջի որ դու բանացի, տեղեցի քո Facebook-ում, որ արդեն ռուսական գնացել հասել էր արդեն ռուսական մեդիան ռեպորտաժ էր սարքել, հա։ Մեդիան ռեպորտաժ էր սարքել, դա արդեն հաղթանակի պես մի բան է, որ այդ տղայի շնորհիվ նայ, ասենք իրա եւ իրա նմանների, չէ, որտեվ դե ոչ միայն ասենք ինքնաիշքան, ինձ թվում է Եվրոպան հեղեղել է ինձ Իրանով։ Հայերը։ Հա։ Դե մենք հաղորդումների մեկի ժամանակ խոսում ենք, չէ, Գագիկ ջան, որ եթե հայը որոշեց ինչ-որ մի բանով զբաղվի, լուրջ եթե որոշի զբաղվի, անհնար է որ լավ չստացվի, անհնար է դա, անհնար է։ Ես Facebook-ով տեսնում եմ Գրիգոր ջան, էլ Հոլանդիա, էլ Գերմանիա, էլ Իսպանիա, Բելգիա, Ֆրանսիա, հա, ասել ասողի իսկապես հեղեղեցին։ Հասկացանք Եվրոպան այդ հնարավորությունը տվեց նաև, չէ, արտոնություն տվեց։ Հա, բայց մենք այստեղ մի բան ապացուցեցինք, որ գիտես ինչ, հարգելի բարեկամ դաշնակից ռուս, քեզնով աշխարհը չի ավարտվում, այլ հակառակը, քեզնից դուրս աշխարհը սկսվում է։ Հիմա մեր այս բաները, կոմենտչիները, այն վատ բաներ գրողներին եմ ասում կոմենտի, կսկսեն նորից մտնել գրել, բա դուք ինչ եք հասկանում, բան եւ այլն, հա դուք գնացեք Սվիտայա ռուս երկի տակ պարեք, դրանից ավել դուք չեք կարողանալու անել, ես էլի ասում եմ, այն մարդկանց, ովքեր չարախնդում են,
Հայաստանի դժվարությունների վրա։ Այն աստիճանի է չարությունը, որ նույնիսկ լուր մնալով գիտեն, որ կարան օգնեն, բայց հələ լուր չեն մնում, էլի, ասենք։ Ու գիտես ինչ։ Ասենք ինչ աստիճանի, այդ չարություն որն է, չկա, չարություն, չկամեցողություն։ Դե թշրի ինձ, ես համարում եմ այդպես մարդիկ, Գագիկ ջան, երևի տոկոսայնություն կա, որ իրոք թշնամիներ են, էլի մեր ազգի։ Իրոք թշնամաբար են վերաբերվում։ Ուրիշ կերպ ոնց վերաբերվես, երբ որ մարդը մտնում է, ես գրում եմ, որ Գրիգորյանը մտել է խանութ, պահեստ, նկարել է հայկական ծիրանները ու արդեն առաջի օրն է ուրախությամբ ասում ենք ժողովուրդ եկեք առեք տարեք, դուք տակը գրում եք ֆեյքա ու սուտա։ Այդպես բան չկա։ Չէ, ու գիտես ինչ ա գրել։ Մեկը գրել է հերթական Նիկոլի բեմադրություններից։ Մեկը։ Դու պատկերացրա, ուրեմն Նիկոլը բան ու գործ չունի, պետք է կապնվի Գագիկ Բկրչյանի հետ, ասի դու կապնվի Գրիգոր Գրիգորյանի հետ, թող մի հատ մտնեն Երևանից մի հատ վիդեո վարկեն իր ձայնով։ Ծիծաղ է, ես գիտես ինչ էի գրել մեկին։ Գրել է իմ համար, ինձ համար դժվար չի առավոտ զարթնել վիդեոյով, դնել իմ տան հասցեով, գնամ մտնեմ Մերկա Մադրիդ մեքենայի համարներով, բոլորը նկարեմ, բայց վերջում գրել եմ ասում եմ, իսկ դա ինչ-որ մի բան ապացուցելու է այդ նման մարդուն։ Ուրիշ բան է, կամ ուրիշ բան է գտնելու ասելու։ Չարությունը իրանք վերջը Գագիկ ջան, այդպես մարդիկ իրանք են սենց են ասում, չէ, իրանք իրանք թարախից խեղդվելու են, էլի։ Մենք մեր երկիրը ճիշտ ճանապարհի վրա ճիշտ ուղով գնում է, վերջում ինչ են կարողանալու անեն։ Ինչքան շատ ուզում են վատություն անեն, այնքան ավելի իրանք վատանում են, որովհետև այնքան ավելի է ամեն ինչը լավանում։ Հայ հնարավորությունը ընդհանրապես ապշեցնող է, որ վերցնում ես, էլի, ասենք լավում էլ, վատում էլ, բայց մենք խոսանք լավից, էլի, Գագիկ ջան, ասենք, սենց ասեմ, նա հիմա վերցնենք համեմատականներ անենք, էլի, իրական աշխարհում։ Իսրայել, Պաղեստին հակամարտությունը քանի տարի է, որ տևում է, գիտես, չէ՞։ 2000 տարի, չէ՞ կարելի ասել։ 2000 տարվա հակամարտությունը ու մինչև հիմա լուծում չունի այդ հակամարտությունը։ Այո։ Մենք հիմա ապրում ենք խաղաղ երկրում, Գագիկ ջան։ Մենք մեր ճակերտների մեջ, թե բացով թշնամու հետ կոպիտ ասած ինչ-որ լեզու գտանք, չէ՞, կարողացանք, չէ՞, հասնել դրան։ Ֆակտ, պարզ չի դա, այսօր Ադրբեջանը ամբողջ աշխարհը վառելիքի խնդրեմ ունի, Ադրբեջանից վառելիք գալիս է Հայաստան։ Ցանկության դեպքում ամեն ինչը ինչ-որ մի աշխատանքի արդյունք է, չէ՞, որ չի կարելի աշկակապություն անել։ Եթե դու հիմա ստեղ երկու տեսակի մարդ կա, մեկը լավատես ու վատատես։ Արի սենց չասենք, թշնամի ու բարեկամ։ Հիմա նայ, ով որ առավոտ զարթնում են մարդկանց տեսակը։ Մարդկա առավոտ զարթնում է, ինքը առույգ հայլու մեջ, երբ որ առավոտյան լվացնում է իր երեսը, թրաշվում է, ես իմ իրան կարգի է բերում, առույգ դուրս է գալի, այդ մարդու մոտ ամեն ինչը լավ ստացվում է, Գագիկ ջան, օրը։ Մարդը կա առավոտ որ զարթում է, ինքը իրան հայլու մեջ նայում է արդեն ինքը վատ ազգում դրանից, որովհետև սենց խոսք ունեն, չէ՞, մենք ասում ենք մարդա չնման, մարդա չհավան։ Ես մին օրինակ էլ բերեմ, որպեսզի մեր հեռուստադիտողները, YouTube-յան մեր դիտողները չասեն անդադ Ծիրանից եք խոսում, ես բերեմ Հրազդանի AI գործարանի փաստը, հա։ Ու գիտես ինչ գաբերելու են դրան, այո։ Եվ գիտես ինչն է հետաքրքիր, էլի էս նույն մարդիկ գրեթե, չեմ ասում հենց ամբողջությամբ նույն էին, բայց գրեթե նույն կատեգորիան է, գրեթե կարելի ասել, որ իրանք։ Ընդ որում իրանց նիկնեյմը ռուսատառա, դա էլ է հետաքրքիր ցուցիչ 90%։ Եվ մեր հայրենակիցներին, բոլոր նրանք, ովքեր իրանց երկիրը սիրում են, ես կոչ եմ անում բոլորը իրենց այդ նիկնեյմը դարձնեն լատինատար, անգլերենով եւ հայերենով։ Այդտենց մենք կհասկանանք, որ էսի իր երկիրը սիրող հայա, որ խմբին են պատկանում։ Այն մեկը ինչ ուզում է լինի։ Այն մեկը ինչ ուզում է լինի։ Այ մարդ էլի թող գան իրանց հայրենիքը,
ֆրֆրան, խորոված ուտեն, այդ ամեն ինչը ռուսերենով ներկայացնեն իրանց ռուս ընկերներին, հերն էլ անիծած պրոբլեմ չի, բայց երբ որ դուք ասում եք, որ այս Հրազդանի գործարանը էկոլոգիական աղետ է լինելու Հայաստանի համար, ու առաջի բանը գիտես ի՞նչն է, այնա որ դա օգտագործում է չնախատեսված քանակությամբ, ահռելի քանակությամբ ջուր, Հայաստանի սաղ ջրի պաշարը չի հերիքելու այդ հովացման աշխատանքների համար, բայց այս մարդիկ գնացել են Հրազդանը, գործարանը, տեղը ընտրել են նրա համար, Հրազդանը դա են տարածքն որ անգամ ամառները վերմակ են գցում մարդիկ երեկոյան իրանց գիտես չէ, որ միակ ջրի խողովակ ընդհանրապես ջրի խողովակ գոյություն չունի, գործարան նույնիսկ խմելու ջուրը բերովի է իրանց նույնիսկ խմելու ջրի խողովակ չունեն ու առաջին հենց տեղը ընտրվել է դրա համար, որ էկոլոգիական ընդհանրապես ոչ մի բացարձակապես զրո է վնասը։ Ընդ որում տարածքն էլ հեռու է Հրազդան քաղաքից, որպեսզի անգամ, չգիտեմ, աղմուկը չխանգարի մարդկանց, էկոլոգիայի մասին ընդհանրապես խնդիր չկա, ու այն համեմատությունը, որ իրենք անում են ոչինչ, այն համեմատությունը, որ իրենք անում են Միացյալ Նահանգների հետ, գիտես ինչն է հետաքրքիր, այնտեղ Կալիֆոռնիա եւ այն անապատային գոտիներում Միացյալ Նահանգների շոկը հասնում է մինչև 50 աստիճանի։ Աստիճան, հա, ասենք դե տարբերությունը որպեսի պատկերացնենք, էլի։ Գրիգոր ջան, իմ գործընկերները հուշում են, որ կադրը մի փոքր իջեցնես։ Իջ, ասենց, չէ։ Ահա։ Բանան, այսա։ Տեխնիկական ընդմիջում, շատ լավ է։ Ես այդ օրվա հարցազրույցից գիտես ինչ, ես չգիտեի, Գագիկ ջան, դու գիտեի, որ Ղազախստանում, որ նոր բացեն ուրիշ գործարան էլի մեր հայերն են։ Աստորեն մերոնք են արել դա, ես չգիտեի, տարածաշրջան մերոնք են, հայերն են մտցրել դա։ Եվ հիմա ասենք, դու պատկերացնում ես նաև, թե Ղազախստանի ջերմ հարաբերությունները Հայաստանի հետ վերջին տարվա որտեղից է գալիս։ Հա, ու այս ոչ միայն տնտեսական էֆեկտ է, սա նաև քաղաքական էֆեկտ է։ Ժողովուրդ, ձեր սիրելի լեզվով ասեմ, թարգեք, հա, ձեզ հասկանալի լեզվով եմ ասում, թարգեք, ու այն ինչ որ ձեր երկրի օգուտն է լավ, դուք ատում եք ձեր հայրենիքը, բայց կարող է ձեր թորները եւ ծորները որոշեն, որ իրանք պատմական հայրենիք ունեն։ Իրանց համար սպասեք մի քիչ, Գագիկ ջան։ Գոնե ձեր թորների համար, որովհետեւ ես այսօր դուրս ապրող, ես չգիտեմ վաղը իմ թորը ինչ կորոշի, որտեղ ապրի։ Կամ քո աղջիկները ինչ կորոշեն։ Ասեց ինչ է 8000 հոգի վերադարձել են, քիչ կանակ չի էլի։ Հիմա ես ինչ իմանանք մենք վաղը։ Գոնե ես այդ չարիքներին, չարալեզուներին ասենք խորհուրդը գոնե չեք հավատում, արա գոնե մի խանգարեք, սպասեք, գոնե տեսեք ինչ է լինում։ Ախր ինքներդ երեք այն դերասաններից մեկը անունը չտամ էլ։ Խոսում էր, ասում է բանը շրջագայում է Հայաստանում ամբողջ Հայաստանը, ասում է, ամբողջ, հեսա դե որ գամ գնալու եմ նայում, իհարկե, ասում է շին հրապարակա, փողոցները կա, բաները, այդ փողոցներ որն է, ճանապարհները լրիվ, այդ մեղրի կողմը, հա, ես տեսել եմ այդ տեսանյութը, Սերգեյ Դանելյանն էր, ինչի ասեմ։ Դանելյանը, հա, երեք։ Ընդ որում այդ մարդն է, որ լավ էլ քլնգում է իշխանություններին, լավ էլ քննադատում է, ամեն ձևով, բայց ինչ որ ասենք, հա, որ ասում է մեղրին չես կարող ասես քաղցր չի, այդ բանն է, չէ՞ որ վատը վատ, բայց դե եղած բանը չես կարող տափես։ Ախր հա, կնա բնական է, ես էլի խոսքը տանեմ ֆուտբոլին, գիտես, ինքնա ինչ են ասում, սամակրիտիկան, չէ՞։ Ինքնակննադատությունը, հա։ Ինքնակննադատությունը դա շատ լավ բան է, կարևոր բան է ամեն ինչում։ Բայց դա չի նշանակում, որ դու
որ դու առավոտի ծիրիգուն պետք է միայն վատի մասին, դու ինքնակնդատես, որ սխալների ուղղվել ու որ գաս հասնես ինչի համար որ նպատակ ունես դրա համար։ Հայաստանը արգելեց դրսից ընդհանրապես տոմատի մածուկի, լոլիկի տոմատի մածուկի ներկրումը եւ այսօր արդեն պարզա որ Հայաստանի բոլոր այդ գործարանները, պահածոյի գործարանները ամբողջությամբ պատրաստ են Հայաստանում արտադրված լոլիկը, պամիդորը մթերելու։ Հիմա հարց իշխանությունը, պետությունը մտածում է իր երկրի մասին, թե չի մտածում, թե հենց այնց ուղղակի որոշեցին կապրիզեր արեցին, հա։ Գագիկ, նույն Սերգեյ Դանելյանից մի հատ բան ասենք, համեմատականը չէ, որ երեք ասում էր, չնայած ես իմ մոտ նշած ունեմ, որ պիտի խոսայի այդ բանի մեր բուժապահովության թեմայով, էլի։ Հիմա նայի, օրինակ ես Իսպանիայում եմ ապրում, Իսպանիան 45-50 թվականներից այդ սիստեմով սկսել աշխատել, նույնիսկ հիմա, որ համեմատական անես, չի բերել հասցրել այն աստիճան, ինչ որ հիմա մեզ մոտ է կատարվում։ Պատկերացնում ես ինչ եմ ուզում ասեմ, ասենք մի քանի տարվա մեջ ինչի է եկել հասել։ Նույն Սերգեյ Դանելյանը ասում էր, բանը, այստեղ ինձ ավելի շատ եմ դուրս գալի, որովհետև մի քիչ էլ այնպես բանով էլի կիսակատակ, ասում է, որտեվ 2 տարի հետո արդեն իմ բժշկությունը ձրի է լինելու։ Ու համեմատական արեց Ամերիկայի հետ, ես նույն բանը ես եմ ստեղ ասում, համեմատելու չի էլի այդ բանը, համեմատելու չի, որ կարողանաս համեմատես, որովհետև սենց համեմատական անենք սենց։ Ամերիկայում ընդհանրապես համեմատելու չի։ Ամերիկայում ինչ որ կատարվում է։ Քանի տարում ենք մենք դրան հասել ու իրանց սիստեմը, իրանց հնարավորությունները, իրանց աշխարհի ամենահզոր երկիրն է։ Իհարկե։ Ու համեմատական անես, ոնց կարելի է այդպես բաներին աշկ փակել չնայել։ Ես օրինակը կարող եմ բերել, որ ասենք մարդը ամսական $2000 վճարում է ապահովագրության համար, ու մարդը գնում է հիվանդանոց կարիք է ունենում, ու իրան ասում են, այսպես պետք է սպասես, այս 500 հոգու հերթը տեսնում ես, հերթդ կհասնի ու կգաս կմտնես։ Իմանա, ես քո դիմաց նստած եմ։ Ոդկս, ես հիմա ծնգի պրոբլեմ ունեմ, ես 2 ամիս է։ Ես բնական է, ես աշխատում եմ, հենց այդ բան են, չեմ ուծում, ապահովագրություն են ուծում ենք ստեղ։ Շատ մեծ թվեր կարելի ասել։ Իմանայի, 3 անգամ 2 ամսվա մեջ, 3 անգամ գնացել եմ բժշկի, 3 անգամ։ 3-րդ անգամ արդեն որ տեսան, որ իրոք ամեն անգամ գնալուց ասում են գնայս դեղը խմի, գնայս մազը տեսան, որ իրոք լուրջ բան է ոնց որ մկանի հետ կապված։ Հիմա նայ, ինձ բան են տվել ռադիոգրաֆիա ու էկոգրաֆիա, երկուսն էլ։ Մեկը սեպտեմբերի ամենաշուտը, որ կարային տայն, սեպտեմբերի 21-ին, մյուսն 22-ին։ Համեմատական է, ես քեզ ասում եմ, դա էլ ինձ հələ շուտ են տվել։ Կարող է մի տարի հետո տան քեզ, դե համեմատական արեք։ Առավոտի ծիրիգուն քլնգելով ասած քեզ ոնց դրանով չի, մի քիչ էլ պետք է էլ եմ ասում, միշտ գոնե չես օգնում մի խանգարի։ Մի խանգարի։ Խանգարելը արդեն օգնություն է, եղբայր, ամեն ինչում։ Արդեն օգնություն է։ Եվ ես ուզում եմ առիթը օգտագործել ու ասել, եթե դու համաձայն ես, դու էլ կմիանաս, մեր խոնարհումը Սփյուռքի մեր հայրենակիցներին, ովքեր հենց այս պարագայում, սենց դեպքերում անմիջապես կանգնում են իրենց պատմական հայրենիքի կողքին։ Էլ չեն մտածում, բայց չէ, այնտեղ ԿՊ-ն է, ես դաշնակ եմ, ես ռամկավար եմ, այ ԿՊ-ն չլնի, ուրիշ լնի, միգուցե, բայց հիմա չէ, բա, այտենց մտածողություն չունեն մերոնք։ Մենոնք ունեն այն մտածողությունը, որովհետև իրենց համար գոյություն ունի հայրենիք, իրոք, անկախ նրանից, այդպիսի մարդկանց համար բառը հենց հայրենիքն է, անկախ նրանից ով է ընդեղ եկա։ Հայերը Միացյալ Նահանգներում, կներես Գրիգոր ջան, այս օրինակներ բերեմ, դու էլ ես տեսել, այն որ մենք խոսում ենք, Միացյալ Նահանգներում հայերը գալիս են հերթի տակ, առնում են ապխտած սիգը,
որ Հայաստանից գնացել է Միացյալ Նահանգներ, բայց վրայի ամբողջ մակնիշավորումը ռուսերեն է։ Այսինքն մենք հասկանում ենք, չէ՞, Սիգուր պետք է գնար։ Ու գնացել է Միացյալ Նահանգներ, որտեղ ամբողջ աշխարհի ձկնամթերքն է լցված, ու մեր հայերը այդ ապխտած սիկը առնում են հերթի տակ։ Այդ է հայը։ Այո։ Ֆենոմեն։ Այ ֆենոմենը մենք հպարտանալու շատ տեղ ունենք եւ սենց այս պարագայում է որ միշտ մտածում ես որ լսի դու աշխարհում միայնակ չես այն որ ասում են մենք մենակ ենք աշխարհում խոսքը բարեկամ երկրների մասին չի որտեղ բարեկամ երկրներն էլ միևնույն է առաջնորդում են իրենց շահերով բայց սենց մենակություն չես զգում, որտեղ բոլոր երկրներում ունես մի հատ հզոր բանակ, որի անունը հայկական ընտանիք։ Այո, ընտանիք ունես աշխարհի բոլոր քո ընտանիքի անդամներն ունես ամբողջ աշխարհում։ Ոնց կարող է հայը մենակ լինի։ Մենք ուղղակի գիտես ինչը իմ կարծիքով Գագիկ ջան, մեր մոտ պիտի աշխատենք, դե շատ բաներ կա։ Պետք է մենք ամեն մեկս յուրաքանչյուրս մեր վրա պետք է աշխատենք, յուրաքանչյուրս։ Իչա, նայ, հիմա սենց բան ասեմ, մենք մի քիչ շատ ենք սիրում մտածել, որ աշխարհում ինչ կատարվում է, դա մենակ մեր հետ է կատարվում, դա տենց չի, պետք չի գլոբալիզացնել այդ աստիճանի, էլի, հասկանում ես, մենք մի քիչ, թեկուզ վատը, թեկուզ լավը, գիտես ինչ, պետք է դա ամեն ինչին իմ կարծիքը մի քիչ հանգիստ նորմալ նայել, որովհետև այս մի process է, որ մի process-ի մեջ ենք։ Մենք անցնում ենք այդ process-ով, բնական է, ելի եմ ասում, մեզ մոտ ավելի մի քիչ շատ լավ է ստացվում ժամանակի բանով եմ ասում, ժամանակի բանով, որովհետև բնական է։ Այս հիմա ես ու դու մեր հայրով իրար հետ սենց ասած խոսում ենք, ես դրա համար եմ ասում։ Խելացիությունը դա պետք է բնական է, պետք է օգնի, չէ, ինչ որ դու անում ես։ Բայց պետք չի, ես քանի որ դուրսն եմ ապրում, դրա համար եմ ասում, պետք չի, որ մենք առավոտի ծիրիգուն, ասենք դուրսը ես Իսպանիայում բանը, Հոլանդիայում, ասենք բան անեն։ Տեսեք մենք սենց ենք անում, տեսեք մենք, չէ, այ մարդ գործով։ Հիմա սենց ասեմ, նայ, այս մի հատ Nvidia գործարանը որ բացվեց, չէ, Հայաստանում այդտեղ մարդիկ իրանց գործ արեցին։ Հիմա ինքը արդեն իր էությամբ խոսում է մենք ով ենք։ Հասկանում ես, վերջը ինչ եմ ուզում ասեմ, գործով ապացուցենք մենք ով ենք։ Գործով, եթե մենք ճիշտ անենք ամեն ինչը, արդեն մեր արած աշխատանքի արդյունքը ցույց է տալու մենք ով ենք։ Պետք չի որ մենք դրոշակը ձեռներս անցնենք գորգռալով, ասենք մենք առաջին քրիստոնյա երկիրն ենք, մենք եսիմ չգիտեմ քարից կարողանում ենք էս անենք, այն անենք, ժամանակ ամեն ինչը ցույց է տալու, եթե դու ճիշտ անես քո քայլերը։ Այո, մի քիչ պետք է ինքներս մեր վրա աշխատենք, Գագիկ ջան, իմ կարծիքով բաներ կան, որ ասենք այդ փողոցի այդ գիտես ինչ, դրանք կարծես թե փուճուր բաներ են, բայց նրանք մեծ բաներ են։ Մեքենայից այդ ծխախոտ բան շպրտելը, ասենք հերթի խայտարակությունը, այդ խայտարակությունը։ Բա ինչա, հերթի կուլտուրան հերթ կանգնելու։ Գագիկ, ես որ երբ գալիս եմ Հայաստան, ասենք հերթ է, չէ՞ այդ բանում, այրոպորտում որ անպայման մեկը պետք է փորձի սպրտի արանքով, մեկը իրեքը մի անգամ ես մեծ պատմություն սարքեցի նույնիսկ աղջիկ երեխու հետեր, ասում եմ արա լավ դու ասում ես անում ես արա այդ երեխուդ ինչ է ցույց տալի, այդ ինչ կուլտուրա է դա, հա ինչ ես ասում, ուզում եմ ասեմ մեր ներքին մենք պետք է շատ մեր հաղորդումներում իմ կարծիքն է Գագիկ ջան, բացի լավը խոսալուց ես ու դու բնական է, մենք ասենք լավը չենք, մենք չենք հորինում այդ լավը, մենք խոսում ենք ինչ որ կա իրականում, բայց շատ ուշադրություն դարձնենք, գիտես ինչ, մենք մեր վրա աշխատելու համար, թեկուզ ես ինքս ինձ, ասենք հիմա նայ, ես շատ ցանկանայի, որ իմ խոսալու ընթացքում դու հետո անձնական, ասենք կամ մեր հետևորդները ինձ ուղղեն, այսինքն ասեն, այս ինչ բառը շատ ես օգտագործում, հասկանում ես ինչ եմ ուզում ասեմ, աշխատենք ինքներս մեր վրա ու ես ուզում եմ առաջինները դրանցից առաջինը հենց ես լինեմ հիմա նայ հասարակ օրինակ բերեմ հիմա այսօր մենք իրար հետ հաղորդում ենք անում ես կամերայի պահը չէ հիմա ես
որ հաղորդումը վերջացավ, ես Առաջի հարցը դրանով այո, սապ կանեմ, եթե ես մյուս հաղորդմանը սա կրկնվեց, ուրեմն ես չեմ կարող ոչ մի բանի հասնել կյանքում։ Ես էլ քեզ չեմ հուշում, չէ՞։ Ես էլ քեզ չեմ հուշում, որովհետև ինքը արդեն տեսնում ես, որ ինչ եմ ուզում ասեմ, այս նույն պուճուր մի դրվագը, հենց պետք է աշխատես դրա վրա։ Եթե ես մի հատ կոմենտ եմ ստանում, այսինքն հետևորդից, որ ասենք օրինակ եմ ասում, ռուսական բառը շատ ես օգտագործում, օրինակ, չէ՞։ Ես պետք է դրա վրա աշխատեմ, ես պետք է օրական ժամանակ գտնեմ, ինքս իմ վրա աշխատեմ կամ ես պետք է քեզ կապի մեջ ասեմ, Գագիկ ջան, կներես, ես չեմ կարող այսպես եթեր մտնեմ, կամ էլ պետք է աշխատեմ ինձ վրա, որ հետագայում այդ իմ խոսակցականը փոխվի դեպի դրականով, դեպի մաքուր հայերեն։ Այո։ Այդ բացած փոքր օրինակներով մենք պետք է մեկը փողոց անցնելուց այդ ամեն ինչը երկրի հարստության վրա ազդում է լավ ապրելու։ Այդ ամեն ինչը տես բաներ է։ Ես Հայաստանից նորից էլի, բայց թեքվեց կամերան։ Հայաստանից հարյուրավոր տեսանյութեր կան, հիացական, եթե չասեմ հազարավոր, մանավանդ Երևանից, երբ որ մարդիկ նկարում են զարմացած, որ Երևանում այդ թափառող կենդանիները, շները մասնավորապես անցնում են հենց այն տեղով, որտեղ որ նախատեսված է, եւ անցնում կանաչ լույսի տակ։ Այո, ես տեսել եմ ու շուտ գնացել եմ։ Ցավոք մեր հայրենակիցները, մեր երևանցիները շատ եմ տեսնում, որ ասենք թորը անգամ երեխայի ձեռքը բռնած, այնպես տեղով է փողոց անցնում։ Ասма շուտ արա, վազելով անցնենք ասում։ Լավ, դու կարող ես մի կերպ քեզ կառավարես, բա վաղը միսօր, եթե դու այդ երեխու ձեռքը բռնած չեղար, այդ երեխան որոշեց ինքը անցնի, նա երեխայա ոչ, Աստված շանի, ոչ աչա նայելու, ոչ ձախա նայելու, անցնելու է։ Ու հերթական Աստված շանի դժբախտ պատահարի մասին լուրը իմանանք։ Ասենք դա տարական բան է, էլի, ժողովուրդ ջան, ուշադիր եղեք։ Ի վերջո դա մեր, ճիշտ ես ասում, հազարամյա մշակույթ ունենք, առաջի քրիստոնեությունը պետականորեն ընդունած, դա պետք է գործով ցույց տալ, ոչ թե բառերով։ Այն որ մաքրապատում այդպիսի մի ակցիա կա, որ Հայաստանի տարբեր վայրերում, այն տուրիստական ակտիվ հանգստների գոտիներում, առավոտից իրիկուն այդ մարդը տոպրակներով աղբա հավաքում։ Լսի, գետինը չեք մտնում դուք։ Այդ վիդեոն, որ տեսնում եք, դուք այդտեղ եք եղել։ Են էլ ուրիշ ազգի, բա որ ուրիշ ազգի են, չեմ ուրիշ ազգերն են, ռուսներն են մասնակցում։ Բա որ դրանք են անում ու նկարում ցույց են տալիս։ Գետինը մտնելու բան է, իմ տունը գա ուրիշը մաքրի, պատկերացնում ես դու։ Հարևանը, ես տանելն եմ։ Պատկերացրա, կինս տունը չի, հարևանը գա մի բաժակ ջուր պետք է տամ, այդ ընթացքում մտնի սկսի իմ տունը մաքրել, հետո իշտի մյուս բարում հարևաններին ասի մտել էի Գրիգորենց տուն, այդ նույն բանն է։ Նույն բանն է, մտել էի Գրիգորենց տուն, կեղտի մեջ կորում էր, մաքրեցի, ասի լավ, բանի հետ մաքրեմ, հիմա դե արի իմացի, էդի սարկազմով է, էդի թե արելա իրոք, թե արելա նրա համար, որ ցույց տա, որ Գրիգորենց տունը խոզանոց է։ Այդ նույն բանը կարելի է հենց դրանց բանը մտածել, չէ՞։ Ոնց, բա դու քո տունը մաքուր չպայես, որ հարևանը կապ չունի լավ նպատակներով թե վատ։ Գա քո տունը մաքրի։ Ոնց կարելի է դա։ Ոնց կարելի է գնաս այդ խոզանոց այդ որ գնում են, հələ հիմա ասենք մի քիչ լավ է այդ կարծում եմ այդ բանը լողափները մի քիչ ասենք մասնավորվել են, չէ՞, որ ասենք էլ այդպես խոզություն չկա որ։ Եվ նույնը էլի անող անում է Գրիգոր ջան, ցավոք էլի անողը անում է, էսա խնդիրը։ Էսա խնդիրը, ասենք դու գնացել ես այդ օրը տեղ քո քեֆ ուրախությունը արել ես, այդ քիչա որ այդ ապակյա շիշը թողել ես այդ լողափում, հələ մի հատ էլ շիշը տյանց խփեք կոտրել ես ու լցրել ես տեղ։ Կոտրելա, որ վաղն էլ մյուսը գա։ Որ վաղը մյուսը մեկը գա ոդկա ճղի, ես իմ ինչ անի, ախր դե չի կարելի էլի։ Պետք է օրենքներն պետք է խստացվեն, ստեղ օրինակ սարքեցին սիգարետը պատուանից գցելը, Գագիկ ջան, 1000 եթե չեմ սխալվում, համարյա 1500 եվրո ու 8 բան, 8 կետ, 12 կետ ունի բանը,
վարորդական իրավունքը 8 հատը հանում են դրա համար։ Հələ դու պատկերացնում ես ամեն օրական այդ սիգարետը, այդ որ պատուհանից գցում են, խոսքը գնում է հազարավոր, միլիոնավոր հատիկների մասին, էկոլոգիական կատաստրոֆա է, էլի բացի խոսությունը։ Իհարկե։ Լրիվ կենթանիները կարան սատկեն, վերջում այդ ամեն ինչը քամի քշելով, գնալու անգնի գետերով, գնանգնի ծովկով, օվկիանոս, հազար ու մի բան կա, էլի, հասկանում ես։ Դե հենց այդ է, էլի, հայրենիքի մասին ենք խոսում, բան ենք անում, թե ինչքան կորուստներ ենք ունեցել, մեր պատմական հայրենիքը եւ այլն, բայց մեր ռեալ հայրենիքը սարքում ենք աղբանով։ Այո, ինքներս ոչնչացնում ենք մեր ձեռքերով։ Գրիգոր ջան, մեր եթերաժամը սպառվեց, ամեն դեպքում ուզում եմ մեր հեռուստադիտողներին ու YouTube-յան դիտողներին, մանավանդ YouTube-յան դիտողներին կոչ անել ավելի ակտիվ լինել կոմենտների առումով, լայքերի առումով, մեր համար դա շատ կարևոր է, որպեսզի նաև այս կարգի տեսանյութերը ավելի շատ տարածվեն, որ մարդիկ մի փոքր մտածեն աղբը նետելուց։ Այո, թող նույնիսկ մեզ հուշեն Գագիկ ջան, ինչ թեմաներով կարող են ասել մարդիկ, որը որ կարևոր թեմաներ կան, մենք ամենագետունը չենք, հազար ու մի բան կա, որ ասենք, թող իրանք ակտիվ լինեն, ոնց որ ասում ես, թող մեզ հուշեն, թող ասեն ինչնադուրները գալի, ինչը չի գալի, մենք էլ կաշխատենք ինչ-որ մի ձևով օգտակար լինենք, էլի։ Մեր ամեն մի հաղորդման ժամանակ, որ կարողանանք մի հոգի դարձի բերել, դա արդեն մեծ գործ է։ Ճիշտ է։ Շնորհակալություն Գրիգոր ջան։ Շնորհակալություն բոլորիդ։ Ինչ հանդիպում։ Ինչ հանդիպում։ Ահա այսքանն էր այսօրվա միացման մեր թեման, հիշեցնեմ, որ Մադրիդից միացել էր Գրիգոր Գրիգորյանը, ամենայն բարիք ձեզ, սիրեք ձեր հայրենիքը եւ մաքուր պահեք ձեր հայրենիքը։